Սիրելի բարեկամներ, Նանտապանի քննարկում հաղորդաշարն է եթերում եւ մենք զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի հետ։ Պարոն Հակոբյան, ըստ ավանդույթի մեկնաբանում ենք անցյալ շաբաթվա կարևորագույն իրադարձությունները, որոնց մեջ իհարկե առանձնանում է ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը, տարբեր մեկնաբանություններ կան, իշխանությունները դա մատուցում են որպես նոր դարաշրջանի սկիզբ Հայաստանի համար, ոմանք էլ այդ այցի մեջ առանձնապես ոչինչ չեն տեսնում, բացի դատարկ խոստումներից։ Ձեր մեկնաբանությունները։ Վենսի այցելությունը իրականում ամենաբարձրաստիճան ամերիկյան պաշտոնյայի այցելությունն է այսօրվա Հայաստանի Հանրապետություն վերջին 35-40 տարվա կտրվածքով եւ դա իրականում նշանակություն ունեցող ինչպես Հայաստանի համար, այնպես էլ տարածաշրջանի համար այցելություն էր։ Հիմա, քանի որ քննարկումները շատ են եղել Վենսի այցելության հետ կապված, արդյունքներին կարճ անդրադառնանք, մի քանի հիմնական արդյունք ա եղել փաստացի, առաջինը դա Թրիփի հետ կապված, այսինքն ուղու հետ կապված, Թրամփի ուղու հետ կապված պայմանավորվածություններն են եւ նրանց կյանքի կոչելը, երկրորդ խնդիրը դա Հայաստանում փաստորեն արհեստական գիտակցության կենտրոնի բացումն է, դա տեղեկատվական կենտրոնի բացումն է, որը կարծում եմ շատ մեծ կարևորություն ունեցող փաստ է, եւ երրորդը դա էներգետիկ միջուկային էներգիայում համագործակցությունն է եւ այդտեղ 1-2-3 այսպես կոչված պայմանագրի ստորագրումն է, այսինքն պայմանագրի բանակցությունների ավարտի մասին համաձայնագրի ստորագրումն է, որտեղ այդ 1-2-3-ը ինչ է նշանակում 1-2-3, դա ամերիկյան պայմանագրային ձևաչափը, ըստ որի եթե այդ պայմանագիրը որևէ մի երկիր ստորագրում է, դա նշանակում է, որ ամերիկյան միջուկային տեխնոլոգիաները կարող են մուտք գործել այդ երկիր։ Հիմա այդտեղ բազմաթիվ քննարկումներ եղան թվերի մասին եւ այլն, փաստացի ինչի է այդ թվերին կարելի է արագ անդրադառնալ, ինչ է նշանակում այդ հնչեցրած թվերը։ Առաջինը միջուկային տեխնոլոգիաների մասով դա նշանակում է, որ ամերիկյան միջուկային, եթե վերջնական պայմանավորվածություն լինի իհարկե, դա նշանակում է, որ ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներ են ներմուծվելու Հայաստան, դա մոտավորապես 4 միլիարդի կարգի է, այդ մոդուլային ատոմակայանի միջուկային ռեակտորի ձևավորման համար եւ եւս 5 միլիարդի կարգի միջոցներ են ներմուծվելու Հայաստան, նույնպես որը լինելու է դրա սպասարկումը եւ դրա հետագա արդյունավետ գործունեության ապահովումը։ Հիմա այդ միջոցները այնտեղ խոսակցություն ներդրում են, դա արտահանում է միջուկների, այդ թվում տեխնոլոգիաների արտահանումը, ավելի շատ դա արտահանում է եւ ինչ ձևաչափում այդ վճարումները կլինեն հիմա դժվար է ասել, ես կարծում եմ վարկային գիծ կբացվի Հայաստան-ԱՄՆ միջպետական ձևաչափում, բայց այնուամենայնիվ այստեղ առաջնայինն է դա տեխնոլոգիաների մուտքն է Հայաստան եւ Հայաստանը կարողանում է փաստացի լինել երկիր, որը տնօրինում է ինչ-որ իմաստով ամերիկյան միջուկային տեխնոլոգիաները, որը ամենաբարձրակարգ տեխնոլոգիաներից մեկն է, եթե ոչ հենց ամենաբարձրակարգը։ Այդտեղ խոսակցություններ կա ռուսական, չինական եւ այլն, Փաշինյանը իր տարբեր խոսություններում դրանել անդրադառնում, դե հիմա ինչ որոշում վերջնականապես կընդունեն, բայց այնուամենայնիվ դա ինքը իրանով դրական փաստ եմ ես համարում։ Մյուս բանը ես ուզում եմ հարց տալ այդտեղ, որովհետեւ այդ միջուկային տեխնոլոգիաներից բացի խոսքը գնում է նաեւ նրա մասին, որ այդ տիպի ատոմակայաններ աշխարհում չկան գործող եւ ամերիկյան ատոմային կարգավորող մարմինը այդ ատոմակայանների համար չի տալիս թույլտվություն ԱՄՆ-ում եւ կա նաեւ այդպիսի խնդիր, որ կարծես թե ոչ մի խոշոր ուրեմն ընկերություն ապահովագրական իր վրա չի վերցնում այդպիսի ատոմակայանների ապահովագրումը։
այս բոլորը Հայաստանում այսպես տարբեր դիսկուրսներ են ստեղծում։ Ձեր մեկնաբանությունները։ Ճիշտ ասացիք, որ տարբեր քննարկումներ են եւ խոսիցներ են։ Հիմա ես որևէ կերպ չեմ կարծում, որ Հայաստան-ԱՄՆ-ի համար փորձադաշտ է դիտարկվում, այսինքն ես դա էլ կա։ Ես ամենածայրահեղ դրսևորում ասացի դրա այդ խոսիցների եւ չեմ կարծում, որ այն տեխնոլոգիաները, որոնք չունեն համապատասխան լիցենզիա ԱՄՆ կարգավորող մարմինների կողմից այդ տեխնոլոգիաները որևէ կերպ օգտագործվելու են, որովհետև անգամ եթե ամենավատ, այսպես կոչված, դավադրապաշտական սցենարը դիտարկենք, դա Հայաստանին չի վերաբերում միայն, այլ ԱՄՆ-ին էլ է վերաբերում, ԱՄՆ-ի վարկին, ԱՄՆ որպես գերտերություն եւ ԱՄՆ-ի վարկին որպես տեխնոլոգիական բարձրակարգ երկիր։ Այնպես որ ես չեմ կարծում դա կա այլ բան, որ դրա մանրամասները ժամանակի մեջ ավելի անկալելի եւ ավելի բացահայտ կլինեն եւ մենք կարողանանք ավելի ճշգրիտ դրան գնահատական տալ, ելի կրկնվեմ, տարբեր խոսակցություններ կան, որ այդպիսի տեխնոլոգիաներ ունեն ռուսները, կիրառվող, այդպիսի չինացիք, կորեացիք, հարավկորեացիք եւ այլն, եւ Փաշինյանը ասում է, որ իրանց հետ են խոսում, ֆրանսիացիք ունեն ընդհանուր ատոմականների հետ կապված իրենց բավականաչափ զարգացած տեխնոլոգիական դաշտը։ Հիմա այդ քննարկումները ընթանում են, բայց այնուամենայնիվ ինքը փաստը, որ միջուկային տեխնոլոգիաների ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների տրամադրում կարող է լինի Հայաստանին, ինքը այդ փաստը իրենով, դա կլինի ատոմակայանի ձևաչափում մոդուլային կամ որևէ այլ ձևաչափում, ինքը իրենով այդ փաստը ողջունել է։ Իսկ դա մի խնդիր, երկրորդը դա ասեցի, դա արդեն տեղեկատվական բանի կենտրոնի բացումն է Հայաստանում նախատեսվող, որը NVIDIA-ի միջոցով, որը այդ կիսահաղորդիչների դաշտում ամենազարգացած եւ ամենամրցունակ կազմակերպությունն է, ընկերությունն է աշխարհում եւ այդտեղ նաեւ այլ ներդրումներ են լինելու, այստեղ շատ կարեւոր է այդ ներդրումներից ավելի 4 միլիարդի կարգի, որը Vance-ը ինքը բանալեց, հայտարարեց, բնական է որ դա ժամանակի մեջ, բայց այդ թիվը նշանակում է Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն կարող է դառնալ արհեստական բանականության տիրույթում, որը նույնպես խիստ կարևոր է։ Այսինքն այստեղ քննարկման առարկա չկա եւ այդտեղ քննարկում ոնց որ ոչ ոք էլ չի տանում, ամենառուսամետից սկսած ամենա, չգիտեմ, հակաամերիկան մետով ավարտած, այսինքն սա մյուս խնդիրն է, որը շատ կարևոր է։ Հիմա այստեղ մի բաներ եմ ուզում ասել, որովհետեւ դա փոխկապակցված է, որտեղ Vance-ը գնաց Ադրբեջան եւ Ադրբեջանում էլ տարբեր Հայաստանից անմիջապես հետո գիտենք, որ գնաց Ադրբեջան եւ Ադրբեջանում էլ տարբեր համագործակցային ոլորտների քննարկումներ ունեցան, մասնավորապես ստորագրվեց ռազմավարական համագործակցության կանոնադրությունը, որից հետո արդեն համագործակցության փաստաթուղթ պետք է։ Այն ինչ եղել է, մենք արել ենք, մենք մի քայլ առաջ ենք այսպես կոչված, բայց դա պարիտետային իմաստով ամերիկացիք ոնց որ թե սկսել են նույնպես պահպանել, այստեղ մի հատ ուրիշ բան կա, որ եթե ամերիկացիք արհեստական բանականության տիրույթում Հայաստանում լուրջ ներդրում են ուզում անել ամերիկյան ընկերությունները, ապա շատ վերջերս, մոտ մի շաբաթ առաջ Իսրայելում կնքվեց Իսրայել-Ադրբեջան համաձայնագիր Նեթանյահուի ներկայությամբ եւ որտեղ Նեթանյահուն շատ ջերմ արտահայտվեց եւ Ալիևի մասին անձամբ եւ Ադրբեջանի եւ Ալիևին հրավիրեց Երուսաղեմ, ասելով որ ընդհանրապես մենք ասում ենք Երուսաղեմ մյուս տարի, մենք հիմա ասում ենք Ալիև Երուսաղեմն այս տարի, մենք քեզ անհապեր սպասում ենք ջերմ ընդունելությամբ, ստորագրվեց արհեստական բանականության միջև համագործակցության համաձայնագիր Ադրբեջան եւ Իսրայել, եւ այստեղ մի բան եմ ուզում ասել, որ Իսրայելը առաջին երկիրն է, որ միջպետական համաձայնագիր ունի եւ միակ երկիրն է, ինչքան եմ հասկանում, ԱՄՆ-ի հետ տեխնոլոգիական փոխշահավետ, այսպես ասած, համագործակցության եւ տեխնոլոգիաների փոխանցման տիրույթում արհեստական բանականության, այսինքն միջնորդավորված Իսրայելի միջոցով փաստաթղթերն Ադրբեջանում էլ եւ եւս այդպիսի ծրագրերի նախատեսում իրականացնել։ Եվ վերջինը արդեն թրիպի մասին ասեցի, որ թրիպը շատ կարեւոր է եւ թրիպի զարգացումը նորից տեսանելի կլինի ու բազմաթիվ վերապահումներ կան, բազմաթիվ քննարկելի հարցեր կան, բազմաթիվ, բայց այդ ամբողջ փունջը ինչի մասին ես խոսեցի, հետեւյալն է, որ ԱՄՆ-ն ներկայությունն է ամուր, ներկայությունն է ապահովում
տարածաշրջանում Հայաստանի միջոցով եւ այս տեսակետից տեսեք ինչքան էլ Փաշինյանը կամ չգիտեմ նախկին վարչակարգերը ընդհանրապես իշխանական համակարգը որը Հայաստանը տիրում է վերջին 40-35-40 տարին իր հակահայկականությամբ հանդերձ այնուամենայնիվ ամերիկացիք ոնց որ հասկանում եք այսինքն դա մեր բան նախաձեռնությունը չի դա մենք չենք որ անում ենք այլ ամերիկացիք իրենց ներկայությամբ զսպելու են փաստորեն թուրք-ադրբեջանական, ռուսական եւ եթե կուզեք իսրայելական նկարտումները հայկական պետական ինքնիշխանությունը վերջնականապես չեղարկելու հարցում եւ ինչքան ամերիկացիք դա կպահեն եւ ինչի է պետք ամերիկացիներին դա մի քանի խնդիր կա առաջինը զսպելու ռուսներին զսպելու թուրք-ադրբեջանական էքսպանսիան տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զսպելու չինացիներին եւ այդտեղ Հայաստանի վրա այս պահին հենարան է հիմա մենք մեր պատմության ընթացքում տենց իրավիճակ ունեցել ենք որ ենթենք առաջի հանրապետության օրոք անգլիական բանը ներկայացուցիչը գեներալ Թոմսոնը եղել է փաստացի նահանգապետ տարածաշրջանային եւ եկել են հենց հայերի վրա հենվելու բայց հայերի կեցվածքը այն ժամանակ անհույս ռուսամետ ինչպես նույն այդ գեներալը նկարագրեց բերեցնած որ անգլիացիք հայերի վրա հենարանից դուրս եկան հիմա այսօրվա հայկական իրողության մեջ հայությունը խոսքը չի գնում է Փաշինյանի մասին խոսքը չի գնում գործող վարչակարգի մասին խոսքը գնում է հայության մասին հայկականության մասին հայ պետական ինքնիշխանության մասին Փաշինյանից դուրս Եթե հայությունը համարժեք դիրքորոշում եւ համարժեք ձևաչափ չգտնի ամերիկացիների հետ հայկական շահի տեսակետից համագործակցելու, ապա դա կլինի հերթական կորուստը եւ այս անգամ պետականության կորուստով, եթե այդպեսին լինի, Աստված չանի, մենք վերջնական հայկականությունը դուրս կմղենք տարածաշրջանից։ Այստեղ մի բան եմ ուզում անդրադառնալ։ Տեսեք, Փաշինյանը երկու հարցազրույց է տվել Մեկը հարցազրույց էր, մեկը մամլո ասուլիս էր եւ այս վերջի մի շաբաթվա կտրվածքով եւ այդ երկուսում էլ ես մանրամասնයෙන් կանադառնամ, բայց հիմնական թեզը հետեւյալն է, որ Փաշինյանը առաջաբերում մենք այսօր փակում ենք հայկական հարցը։ Եթե հիշում եք, մենք տարիներ շարունակ այդ հենց ձեր հարթակից ասել ենք, որ Փաշինյանը երկու խնդիր ունի՝ հայկական հարցի փակումը եւ իր վերարտադրությունը իշխանական համակարգի ընդհանուր առմամբ եւ իր վարչակարգի հիմա ուղիղ տեքստով ասվում է որ Փաշինյանը ինքն ասում որ փակում ենք հայկական հարցը հղում անելով Սան Ստեֆանոյին հղում անելով Բերլինի կոնֆերանսին եւ հղում անելով ընդհանրապես հայոց պատմությանը փաստորեն նա Պապ Թակավորից միջև Փաշինյան այդ ամբողջ պատմությունը ջնջում է Սա մի հատ թակավոր է եղել իր կոմիրը այն ժամանակ մեկ էլ ինքը այսօր այլ մնացածը բոլորը գործել են հայության դեմ հիմա այստեղ այդ համատեքստում ուզում եմ անդրադառնալ նաև Վենսի այցելությանը Ծիծեռնակաբերդ Եղեռնի հուշահամալիր տեսեք սկսենք նրանից որ երբ որ դա ինչքան ես եմ հասկանում արդեն պրոտոկոլային արարողակարգային պարտադիր այցելություն չի հայկական այսպես ասած վարչակարգի թեթև ձեռքով Այդ այցելության շրջանակում եղավ խայտառակ իրավիճակ, այսինքն առաջինը Վենսը հետո ասեց, որ ինքը այցելել է Ծիծեռնակաբերդ իր նախաձեռնությամբ, հայերը խնդրել են ինքը այցելել է։ Այսինքն ոչ թե դա արարողակարգային էր, հայերը խնդրել են ինքը այցելել է։ Երկրորդը, այնտեղ այդ գրառումը, որ սկզբնական իր մոտ արվել էր իր բանում X-ի Twitter-ի նախկին կայքում արվել էր, որ գնացել է ցեղասպանություն եւ այլն, ոգի կոչելու, գրառումը ջնջվեց։ Եվ այնտեղ շատ ավելի մեղմ գրառում եղավ, անորոշ, որ հավերժական կրակ եւ գնացել է ծաղկի պսակ դնելու։ Այսինքն, տեսեք, հերթական անգամ հայկական հարցը եւ հայկական ցեղասպանությունը որպես մանրադրամ է օգտագործվում։ Եվ դրա հիմնական պատճառը դա հայկական եղած վարչակարգն է, որը ցեղասպանության, հայրենազրկման եւ ընդհանրապես հայկական կորուստների հատուցման դրա մասին չի էլ խոսվում ընդհանրապես եւ միջև էլ չի խոսվել հատուցման մասին պետականորեն այդ հարցը փակել են եւ Վենսի այցելությունը դա ոնց որ Վենսի անձնական նախաձեռնությունն էր հայերի ինքնասիրությունը կամ արժանապատվությունը շոյելու իմաստով, բայց ընդեղ էլ խայտարակություն եղավ, ինչի մասին ես արդեն խոսեցի։ Դա շատ ողբալի իրավիճակ է։ Եվ հենց այսպիսի բաներն են, որ կարող է բերի այն գիտակցության օրինակ նույն ամերիկացիների մոտ, որոնք փորձում են ամուր կանգնել
Հայաստանում, Հայաստանի միջոցով տարածաշրջանը, որ այս հայերը եւ Հայաստանը այդ տեղը չի եւ հերթական հիասթափություն ունի իրենց մոտ եւ բնականաբար կորուստները մեր մոտ։ Որակից, հա, դուք նկատում։ Այո, ես նկատի ունեմ հայության այսօրվա կեցվածքից, հայության այսօրվա ակնկալիքներից, այսինքն այն ինչ որ Փաշինյանն է առաջարկում լավ ուտել, լավ խմել, քաղցր քնել, այսինքն հայերը վերջնականապես հայությունը գնում այդ սպառողականությանը։ Թե այնուամենայնիվ մենք որպես ազգ ազգային իղձ ունեցող, ազգային առաքելություն ունեցող եւ այդ առաքելությունը իրականություն դարձնող պետական ինքնիշխանություն ունեցող ազգային դրսևորվելու։ Իրականում այդ սպառողականությունը հենց ամերիկյան կամ արևմտյան մոտեցումն է, որ փորձում են մարդկանց գաղափարները հանգեցնել միայն դրան, բայց չխոսենք դրա մասին, դա մեծ թեմա է, եկեք անդրադառնանք Վենցի այցի ռուսական արձագանքի։ Անդրադառնանք ռուսական արձագանքին, բայց ձեր բանի ակնարկի հետ կապված կարճ շատ բան ասեմ, դա ճիշտ եք ասում, դա արևմտյան մոտեցում է, բայց դա արևմտյան է այն իմաստով, որ գլոբալիզմը արևմուտքից է առաջացել, ձախ լիբերալիզմի դրսևորումը, այսօր նույն արևմուտքում, նույն ԱՄՆ-ում դրա դեմ պայքար է ընթանում, ազգայնական, պահպանողական, աճ պահպանողական քրիստոնեական արժեքների համատեքստում։ Հիմա ռուսական արձագանքը բնական է, որ ռուսները խիստ անհանգստացած են, որովհետև այս ամեն ինչի որպես հետևանք մի քանի այսպես սյուներում, որտեղ իրանք այսօր Հայաստանում ունեն գերակա կարգավիճակ եւ դրանով վերահսկում են Հայաստանի զարգացումները, այդտեղ ոնց որ իրանք սկսում են ոչ միայն զիջել, այլ կորցնել։ Մասնավորապես դա երկաթուղին է, այսինքն նույն այդ տրիպը ռուսները անընդհատ ասում են, մենք ուզում ենք տրիպին մասնակցենք, մենք ուզում ենք այսպես, մենք ուզում ենք այնպես, դրան անդրադարձել է Փաշինյանը։ Ես ուզում եմ երկու բառով այս հարցին պատասխանելուց հետո անդրադառնալ Փաշինյանի հարցազրույցին եւ ասուլիսին։ Ռուսները ուզում են իրենց ներկայությունը պահպանեն։ Դա մի հարց, որը իմ կարծիքով շատ դժվար է լինելու։ Շատ դժվար։ Մյուս ատոմականն է, ռուսները ուզում են իրենց ատոմականի բանը պահպանել, այսպես ասած, վերահսկողությունը միջուկային ռեակտորի նկատմամբ Հայաստանի ատոմակայանի նկատմամբ պահպանել, որը էլի մինչև 20 տարի ինչքան ես գիտեմ, այդ ատոմականը աշխատելու հնարավորություն դեռևս տեխնիկապես ունի, բայց այդ ընթացքում ինչքան նորից ես եմ հասկանում, նոր ատոմականի կամ նոր ձևաչափով նոր տեխնոլոգիաներով ատոմային էներգետիկայի, միջուկային էներգետիկայի զարգացման հնարավորությունները Հայաստանում սկսելու են առնվազն ձևավորվել եւ դա կարող է ռուսական չլիներ։ Ռուսները շատ բան եղած են, մյուս արձագանքը դա որ արևմուտքի հետ դուք գնում եք այսպես մասնապես Եվրոմիության հետ, նրանք մեզ թշնամի երկիր են, արդյոք չեք մտածում ԵԱՏՄ եւ այլն, դուրս գաք հանգարց դուք խնդիրներ եք ունենալու։ Այսինքն ռուսները ինչպես միշտ չունեն փափուկ ուժով համագործակցելու կամ փափուկ ուժի կիրառելու այդ մշակույթը, նրանք կոշտ ասում են, այ որ դուք սենց չանեք, սենց է լինելու եւ տեսեք ձեր համար վատ է լինելու, բայց զարգացումները այդպեսին են։ Ես գիտեք ինչ ասեմ, ես դրան նորից եմ անդրադարձել, կրկին կանդրադառնամ, ես շարունակ եմ դրան անդրադառնալու, որովհետեւ դա է մեր դժբախտությունների, ինչպես ասում են, ակունքը հետեւյալն է, որ ռուս-թուրքական հաղորդակցվող անոթների այն իրողությունը, որ 250 տարի եւ ավել Հայաստանում արկա է, դա մեր բոլոր կորուստների հիմքն է։ Դա մեր բոլոր կորուստների ակունքն է։ Հիմա այս ամեն ինչի արդյունքում ամերիկացիների իրական մուտքով կարող է լինի ռուսների դուրս մղում։ Եվ միայն այդ փաստը մեր պետական ինքնիշխանության համար ինքը կարևորագույն եւ որոշիչ, բախտորոշ հարց կարող է լինի, որովհետեւ այդ պարագայում մենք ամերիկացիների ներկայացան, բայց այնուամենայնիվ մենք առերեսվում ենք միայն թուրքական վտանգին, թուրք-ադրբեջանական, որի հետ ես կարծում եմ հայությունը կկարողանա իր հարցերը լուծել։ Հիմա անդրադառնանք Փաշինյանի բաներին, հանրային դրսևորումներին։ Կարևոր բաներ կան այստեղ, ես ուզում եմ անպայման դրա մասին մենք խոսենք։ Առաջի բանը, ինչպես եւ ասացի, հետեւյալն է, հայկական հարցի փակումը։ Փաշինյանը ուղիղ, անթակույց, աներկբա ասում է, որ հայկական հարցի փակումը դա է այն ձևաչափը, որով մենք շարունակելու ենք։ Մենք նկատի ունի իրենք, որպես իշխանություն եւ այդ հենքով մենք գնալու ենք ընտրությունների եւ այդ հենքով էլ հաղթելու ենք։
Այսինքն հայկական հարցի փակում մենք ամեն ինչ մոռանում ենք, ոչ մի պահանջատիրական խնդիր չունենք, ունենք այս Հայաստանը, որը հասկանալի է, որ կենսունակ չի, եւ մեր հարևանների հետ, թուրք-ադրբեջանցիների հետ եւ մնացածի հետ բարի դրացիական, էլ եղբայրական, էլ չգիտեմ ինչ հարաբերություններ։ Այն պարագայում, որ թուրք-ադրբեջանցիք որևէ ձևով ցույց չեն տալիս, որ իրանք դադարել են, իրենց գերակուան նպատակները Հայաստանը որպես պետական ինքնաշխատություն վերահսկելու, եթե ոչ վերահսկելու խնդիրները լուծել։ Դա մեկ, երկրորդ բանը նորից հերթական անգամ անդրադարձը ռուսներին արդեն Փաշինյանական համատեքստը։ Փաշինյանը կոնցեսիոն պայմանագրի մասին խոսելիս ռուսական երկաթուղու հետ ասում է, որ մեր կան երկրներ, որոնք չեն ուզում այդ պայմանագիրը, այդ ճանապարհը բանից թրիպից դեպի արդեն երես ախորիկ աշխատի, այսինքն շարունակությունն էլ լինի Հայաստանով դեպի Թուրքիա, այլ ուզում են Թուրքիայից դեպի Նախիջևան, այսինքն Կարսից դեպի Նախիջևան նոր երկաթուղի կառուցել, այն պատճառով, որ այդ բանը հայկական երկաթուղին ռուսների վերահսկողության ներքո է։ Հիմա ինչ ասում Փաշինյանը, ասում է, ես ռուսների հետ խոսում եմ, բայց պետք է այդ բանը կոնցեսիան իրանցից դուրս գա։ Եվ այստեղ կարևոր բան, նորից ես ուզում եմ հիշեցնեմ, ձեր իսկ հաղորդման ժամանակ ես ասել եմ, թյուրքական ներկայություն պետք է լինի այս երկաթուղային, այսպես ասած, այդ ոնց որ Ալիևը նորից կրկնեց Զանգեզուրյան այդ բանում, ձևաչափում, եւ թյուրքական ներկայությունը պարտադիր չի լինեն հենց թուրքերը կամ ադրբեջանցիք։ Ես հատուկ նշել եմ, որ դա կարող լինի Ղազախստանը։ Ղազախստանը կարող դա լինի։ Եվ Փաշինյանը այս իր հարցազրույցում ասեց, ռուսները պետք է կոնցեսիոն պայմանագիրը ծախեն, դա է լուծումը, որտեղ հայկական շահերը թե ոտնահարվում են, որպեսզի ներդրումներ լինի Հայաստան, որպեսզի Հայաստանից չվերցնեն ճանապարհի շարունակությունը, որպես այդպեսին, եւ կարող է վաճառել որևէ երկրի, որը երկուսից համար բարեկամ է։ Կաթար ասեց, Էմիրատներ ասեց, բայց դա այսպես ասած ծածկույթներ, իսկ իրականում ասեց Ղազախստան, ուղիղ տեքստով ասեց կամ Ղազախստանը առաջին ասեց։ Այսինքն թյուրքական կողմը ներկա լինելու, ուղիղ ներկա լինելու այս ծրագրի իրականացմանը եւ սա իմ կարծիքով հիմնական նախապայմանն է։ Եվ դրա մասին խոսելիս պետք է հաշվի առնել հետևյալը, որ այդ սպառողականությունը, որ ես ասում, հայկականության վերացումը, հայկական ինքնության վերացումը եւ այդ ամենը վերածել բան վուլգար սպառողականության, լավ ուտել, լավ խմել, բերելու են նրան, որ հայկական պետականությունը կանգնի գոյաբանական խնդրի առջև։ Եվ վերջի բանը ես ուզում եմ անդրադառնալ եկեղեցու հետ կապված։ Փաշինյանը հստակ ձևակերպեց, որ ինքը թույլ չի տալու եպիսկոպոսած, այսինքն անելու առավելագույնը եպիսկոպոսած ժողովի իրականացումը Հայաստանից դուրս։ Դա կարծում եմ բան է, կարևոր կետ է, որովհետև նա ասում է, որ կաթողիկոսությունը ուզում են Հայաստանից դուրս հանեն։ Մենք էլի այդ հարցը ստեղ քննարկել ենք եւ անկեղծ ասած եպիսկոպոսած ժողովը ես կարծում եմ, որ պետք է Հայաստանում իրականացվի ցանկացած պայմաններ, հենց ի հեճուկս Փաշինյանի։ Որտեղ պատճառները թե ճնշումներ կլինեն եւ այլն, եւ այդ ճնշումները սենց էլ կան, թույլ չի տալիս ինքը որ գնան եպիսկոպոսները, կասեցնում է նրանց Հայաստանը լքելու իրավունքը։ Իսկ եպիսկոպոսած ժողովը պետք է հենց Հայաստանում լինի եւ հայության ներկայությամբ եւ հայության աջակցությամբ։ Սա այս լուծումն է, որ եկեղեցի ներքին պետք է տա եւ արճակատվի այն արհավիրքին, որը Փաշինյանը եկեղեցու համար ստեղծել է։ Շատ լավ, մենք երևի հաջորդ հաղորդումներում այնուամենայնիվ կանդրադառնանք եկեղեցու պահվածքին, որովհետև ըստ իս եկեղեցին այս իրավիճակում այդքան էլ adekvat չի եկեղեցու պահվածքը, այսինքն ինքը չի փորձում դիմադրել Փաշինյանի գործողություններ որևէ ձևով։ Այսը ամբողջ ընթացքում վեհապարը չի խոսել ոչ մի անգամ։ Մի խոսքով։ Տեսեք, ես էլի ակնարկին կարճ անդրադառնամ, որովհետև եկեղեցին վեհապարով եւ եկեղեցին ընդհանուր առմամբ այն եկեղեցին, որը վեհապարով այսօր ներկայացված, որոշակերեն դիմադրություն ցույց է տալիս, բայց այդտեղ շատ կարևոր բան կա։
դիմադրությունը համարժեք չի այն պահվածքին եւ այն ճնշմանը, որ եկեղեցու վրա կա։ Փաստորեն մարդկանց մոտ այնպեսի տպավորություն է, նույն այդ եպիսկոպոսատ ժողովի կազմակերպման փորձը Հայաստանից դուրս, որ անկրկում է Փաշինյանի ճնշման առջև եկեղեցին։ Եկեղեցին շատ ավելի զորեղ կառույց է, քան Փաշինյանը իր ամբողջ վարչակարգով հանդերձ։ Եվ իմ կարծիքով բանը, այսպես ասած, դիմադրությունը կամ ավելին արճակատումը, որին տանում է Փաշինյանը, պետք է համարժեք իրականացվի։ Եվ եկեղեցին իր ամբողջ ներքին ինստիտուցիոնալ կառույցով եւ վերնախավով պետք է դրան պատրաստ լինի։ Շնորհակալություն, հաջորդիվ մենք կվերլուծենք այդ հարցերը եւս, ելի բարեկամներ, սրանով մեր հաղորդումը ավարտվեց։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք ազգային օրակարգ խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։